Պարոն Չալաբյան, հայաքվեն առաքելություն է իրականացնում Գյումրիում, դիտորդական առաքելություն, ինչ խախտումներ եք արձանագրել այս մի քանի ժամվա ընթացքում։ Բայց նախ ուզում եմ ասեմ, որ խախտումների մեծ մասը, որ այս ընթացքում ենք արձանագրել ենք տեխնիկական բնույթ, օրինակ ընտրացուցակները փակցված են ընտրողների համար անհարմար վայրերում, կամ իրար վրա վերադրումներով, բազմաթիվ ընտրատեղամասեր շատ փոքր տարածք ունեն, որը բարդացնում է ընտրական գործընթացի կազմակերպումը։ Իսկ որևէ այլ կոպիտ խախտումներ բացի տեխնիկականից։ Հիմնական կոպիտ խախտումը, որ մենք տեսնում ենք, կոնկրետ հենց այս ընտրատեղամասն է, սա 31-70 ընտրատեղամասն է, ըստ տարբեր լուրերի, այստեղ է բնակվում նաև իշխանության թեկնածուն, այստեղ մենք տեսնում ենք շատ մեծ կուտակումներ ընտրատեղամասի շուրջան, որում կուտակված են որպես կանոն կասկածելի տեսքով երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդիկ, ընտրատեղամասից ես հատուկ չափել եմ 35 մետր հեռավորության վրա, թեև օրենքը արգելում է մինչև 50 մետր հեռավորության վրա ընտրակուտակումները, միայն մեր գալուց եւ այստեղ այսպես ասած որոշակի դժգոհություն արտահայտելուց հետո ոստիկանությունը սկսեց ինչ-որ իմաստով հետ մղել այդ կուտակումները, բայց հենց ուշադրությունը թուլանում է, նորից այդ նույն մարդիկ սկսում են ընտրատեղամասը շրջափակել։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ որոշակի ներկայություն կապահովենք, որպեսզի այդ կուտակումները տեղի չունենան, որտեղ դրանք ընտրողների վրա ներգործելու հիմնական միջոցն է։ Ցանկացած ընտրող, որը գնում է ընտրատեղամաս, այդ կուտակման մարդիկ ըստ էության փորձում են իր կամքի վրա ներգործել, որը իհարկե անթույլատրելի է։ Պարոն Չալաբյան, այլ տեղամասերից ունեք ահազանգեր, հայտնաբերել եք խախտումներ։ Նորից ասեմ, որ հիմնական խախտումները, որոնք մենք մինչև հիմա հայտնաբերել ենք, տեխնիկական բնույթի են եղել, բացառությամբ այս տեղամասի, որտեղ ընդգծված ներգործություն կա ընտրողների վրա։